Շաբաթը մեկ անգամ Կոմիտասի թանգարան ինստիտուտում հավաքվում են մարդիկ, որոնք գուցե երբեք բեմ չեն բարձրացել, բայց ունեն մեկ ընդհանուր ցանկություն՝ երգել։ Այս երգչախումբը ծնվել է գաղափարից։ Ստեղծել 300 հոգանոց երգչախումբ, ինչպիսին ժամանակին ուներ Կոմիտաս վարդապետը Կոստանդնուպոլսում։ Խումբը ձևավորվեց այդպիսին իբրև մեծահասակների խումբ, դա երևի թե 1 տարի առաջ, երբ առաջարկվեց ինձ ղեկավարել նման խումբ, ինչու մեծագույն սիրով համաձայնեցի։ Իհարկե մենք հիմա դեռ 300 հոգի չենք, բայց 60-ից ավելի ենք, այնպես որ մեծագույն հույսեր ունեմ, որ կհասնենք այդ 300 թվին։ Այսօր այդ երազանքը փորձում են վերակենդանացնել տարբեր տարիքի եւ մասնագիտությունների տեր մարդիկ՝ ուսանողից մինչեւ մանկավարժ, լրագրողից մինչեւ ռեժիսոր։ Հասմիկը երբ որ ասեց այս գաղափարի մասին, ես թերահավատ էի, ճիշտն ասած, մտածում էի, որ չենք հավաքվի։ Բայց առաջի փորձից եւ այլն ինչքան գնաց, քանակը շատացավ, հաճույքը մեծացավ։ Երգչախմբի անդամների մեծ մասը երաժշտական կրթություն չունի, երբեմն հնչում են սխալ նոտաներ, երբեմն անսպասելի ներդաշնակություն։ Այստեղ ոչ ոք չի փորձում լինել կատարյալ, նրանք պարզապես փորձում են վայելել պահը ու լսել միմյանց։ Մասնագիտությամբ ինժեներ, մեխանիկ եմ, բայց ամբողջ կյանքում սիրել եմ լսել, երգել։ Երաժշտական կրթություն չունեմ, բայց որոշեցի խմբին միանալ ու երգեմ։ Այստեղ յուրաքանչյուրը գալիս է իր սեփական պատճառն ունենալով, ոմանք պարզապես փորձելու համար, ոմանք մանկության երազանքը իրականացնելու, մյուսներն էլ օրվա հոգնածությունից կտրվելու եւ երգի միջոցով լիցքաթափվելու։ Երգչախմբի այն անդամներից եմ, որ եկել է առաջին իսկ պարապմունքից։ Կարելի ասել վազելով եկա, որովհետեւ վաղուց այդպիսի մի բան էի ուզում։ Մեր այս խելագար ժամանակներում ինձ համար մի կում, մի ումբ մաքուր օդ է, մաքուր ջուր է այս երգչախումբը։ Ես նաև նկարչում եմ, բայց ինձ համար երգարվեստը, երաժշտությունը էլ ավելի բարձր գերտեզերական միջոց է իմ ներքնաշխարհը մաքրելու։ Երկար ժամանակ փնտրում էի խումբ, որտեղ կարող եմ երգել, քանի որ Անգլիայում եմ ապրել երկար տարիներ, եւ երբ վերադարձա, իսկապես այդ հոգու կարոտը կար ինձ մոտ հայ երգի նկատմամբ։ Ինձ համար ամենակարևորը այն երաժշտությունը, որը իսկապես մեր մշակույթն է եւ մեր օդն ու ջուրն է, որ նա ապրի եւ յուրաքանչյուր մասնագետ իր տեղում ունի մի ահռելի արված աշխատանք ու իրենք շատ են, մենք իսկապես շատ ենք, ամեն մեկս մեր տեղում փորձում ենք անել մի գեղեցիկ բան, որը շարունակելիություն է ապահովում, մշակութային, երգեցիկ, պարային, իսկ այն նպատակը, որ իսկապես լինի երգչախումբ, որտեղ պարզապես հավաքված են մարդիկ, ում համար Կոմիտասը եւ երաժշտությունը իրական արժեք է, եւ այդպիսով ապրեցնել եւ շարունակելի դարձնել այս ամենը։ 300 հոգանոց երգչախումբ ունենալը դեռ ապագայի մասին է, բայց ամեն շաբաթ այստեղ հավաքվող ձայներն արդեն ապացուցում են։ Երազանքի իրականացումը սկսվում է փոքր բաներից, եւ գուցե մի օր հենց այս սրահում հնչի այն նույն բազմաձայնությունը, որի մասին խոսվում է այսօր։